գործընթացը կանվեր չի կանգնում։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահ է, խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, եթե անգամ ընդդիմադիրները վայր դնեն մանդատները։ 36 Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կայուն մեծամասնություն ունի 71 մանդատ եւ հանգիստ առանց ընդդիմության աջակցության էլ կարող է ընդունել ցանկացած օրենք։ Հետևաբար քաղաքական ճգնաժամ չի լինի երկրում։ Հարցը դեպքում ընդդիմությունը մանդատը դնելու իմաստը ո՞րն է, եթե դա չի առաջացնում ճգնաժամ։ Իսկ ովքեր են թեժ պահում թեման, որ Փաշինյանի հրաժարականին ու արտահերթ ընտրություններին կարելի է հասնել, եթե Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունների 36 падգամավորները հրաժարվեն մանդատներից։ Արմեն Բադալյանը մի քանի խումբ է առանձնացնում։ Առաջին խմբում սովորական քաղաքացիներն են, լավ ծանոթ չլինելով սահմանադրությանը կարծում են, թե հենց ընդդիմադիրները լքեն խորհրդարանը, նույն վայրկյանին օրենսդիրը կլուծարվի։ Հուզական պահն են, տեսնում են, որ ոչինչ չի ստացվում եւ ոնց որ ասում են ձեռքը մնացել է փրփուրից կախվելու գործընթացը շարքային քաղաքացիները եւ իրենց թվում է, որ ահա եթե մանդատը դնեն գոնե տենց ինչ-որ մի բան ստացվի, չի ստացվել ժողովուրդ։ Մեկ այլ խումբ էլ ըստ քաղտեխնոլոգի վերջին խորհրդարանական ընտրություններում ձախողված ուժերն են։ Հիմա պղտորում են քաղաքական մթնոլորտը հույս ունենալով, թե ընդդիմադիրների մանդատները վայր դնելու դեպքում արտահերթ ընտրություններում կարող են իրենք հայտնվել խորհրդարանում։ Մենք իր շահի մասը մտածում է, գեներացնում է մի հարց շատ լավ հասկանալով, որ դա չի բերելու արտահերթ ընտրություններ, եթե մանդատները վայր է դնում, արտահերթ ընտրությունների գաղափարը չի գալի մեխանիկորեն, չկա օրենք, որ պարտադրի։ Հայաստանի սահմանադրությունը խորհրդարանի լուծարման երկու դեպք է նախատեսում։ Առաջինը, падգամավորները երկու անգամ չեն ընտրում վարչապետ, եւ երկրորդը, երբ падգամավորները մերժում են վարչապետի ներկայացրած կառավարության ծրագիրը։ Խորհրդարանի լուծարման այլ ընթացակարգ չի սահմանում մայրօրենքը, սա շատ լավ են հասկանում իշխող թիմում եւ հայտարարում են, թե ավելի լավ առանց ընդդիմության հանգիստ կաշխատեն, իրենց ուզած օրենքները կընդունեն։ Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, որովհետև ընդդիմության մանդատների վայր դնելու հետևանքում ոչ մի սահմանադրական կամ օրենսդրական ճգնաժամ չի առաջանում, գուցե ազգային ժողովում մի փոքր ավելի լուր լինի։ Քաղտեխնոլոգները նկատում են, որ իշխանականներն են ակտիվ պահում այս թեման, որ փորձեն ապացուցել ոչ թե իրենք են աթոռներից կառչած, այլ հենց իրենց քաղաքական հակառակորդները, քանի որ վայր չեն դնում մանդատները։ Բոլոր լուծումները ընդունելի են։ Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդը հորդորում է մանդատների թեման քննարկել, բայց չշահարկել։ Բագրատ Սրբազանը վստահեցնում է, ընդդիմադիրները վայր կդնեն մանդատները այն ժամանակ, երբ դա առավելագույն ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա։ Քաղաքական լուծումներն էլ բոլորը եւ առաջարկված են, եւ քննարկված են, եւ քաղաքական զանազան ուժերի հետ, եւ գաղափարների միտեղ համաձայն, միտեղ անհամաձայն, բայց բոլորիս միտքը մեկն է։ Այդպիսի քայլը եւ որևէ այլ քայլ պետք է ունենա առավելագույն արդյունավետությունը, դա պարզապես էֆեկտի համար չպիտի լինի, չի կարող լինել։ Մենք պիտի սովորենք զգացմունքից մտքին անցնելու։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ իրենց հեռանալուց հետո մենակ մնացած ԿՊԱ-ականները մի օրենք էլ ընդունեն, որով կանաչ լույս կվառեն 2021-ի ընտրություններում տապալված քաղաքական միավորների համար, փորձելով մտցնել նրանց խորհրդարան։ Գրեթե վստահ եմ, որ ԲՀԿ-ն կհրաժարվի իհարկե այդ բանից, բայց այնտեղ գալիս են ովքեր։ Լուսավոր Հայաստան եւ գալիս է Արամ Զավենի Սարգսյան։ Այսինքն այն, ինչ որ ԿՊ-ի երազանքն է։ ԿՊԱ-ականների մեկ այլ երազանք էր կիրականանա, եթե ընդդիմադիրները վայր դնեն մանդատները։ Ընտրական օրենսգրքով սահմանված է, ընտրական հանձնաժողովների 8 անդամներից 4-ին նշանակում է խորհրդարանական ընդդիմությունը։ Դուք զրկում եք նաև ընդդիմությանը ընտրական տեղամասերում, նորից եմ կրկնում, առնվազն 50% վերահսկելու հնարավորությունից, որպեսզի ընտրությունները չկեղծվեն։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։